Լիդուշիկին սիրում են ամենաանկեղծ ու ամենափոքր հանդիսականները, երեխաները։ Նրա տաղանդը, աշխատասիրությունը աննկատ չեն մնում մեծերի կողմից, իսկ Լիդուշիկն էլ իր հերթին միշտ կատարում է հետաքրքիր, տարբերվող ու ոչ շատ հեշտ ստեղծագործություններ։ Համագործակցում է տարբեր մասնագետների հետ, իր խոսքով ավելի պրոֆեսիոնալ ու օգտակար աշխատանք ստանալու համար։ Իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս։ Այս ամենի հետ մեկտեղ նա համատեղում է նաև այլ պարապմունքներ, ինչպիսին օրինակ պարի հաճախելն է։ Ասեմ, որ ես հիմա գտնվում եմ Hip-Hop Live խմբում, գեղարվեստական ղեկավար Քրիստինե Հովակիմյան, մեր բոլորի շատ սիրելի, չգիտեմ, մենք բոլորս ձեզ ընկեր Քրիստիկ շատ ենք սիրում։ Ես էլ իմ աշակերտներին բոլորին։ Այո։ Ես ընկեր Քրիստիկին ճանաչում եմ շատ վաղուց, նախագծեր եղել են այո, որ ձեզ հետ դեռ անսամբլից։ Երբ որ ես դեռ Արևիկ անսամբլում էի, մենք մի քանի նախագծերով հնարավորություն ունեցանք։ Բայց անհատական սկսեցինք համագործակցել արդեն Հայաստանի պատանի տեսահոլովակի շրջանակներում, հոկտեմբեր ամսից, ասեմ, որ առաջի տպավորությունը Լիդուշի հետ, որ անձամբ առաջի անգամ հանդիպեցի եւ սկսեցինք համագործակցել, կարծես առջևս մեծ հասուն մարդ կանգնած լիներ եւ այնքան խելացի ու հայտնում էր ամեն իր տեսանկյունը, ինչ կցանկանար, ինձ թվում էր թե մեծ մարդու հետ գործ ունեմ, ոչ թե պատանի հետ գործ ունեմ։ Նա շատ աշխատասեր է, պարտաճանաչ, ինչը շատ եմ գնահատում, երբեք չի ուշանում, միշտ գալիս է փորձերին եւ շատ լավ է աշխատում ու մեծ ձգտում ունի ամենակարևորը, ել ավելի կատարելագործվի, ել ավելի առաջ գնալու, ինչը շատ գովելի է եւ ողջունելի է այսօրվա համար։ Շնորհակալություն։ Ես փորձել եմ երգերով միշտ խորհրդանշել մանկությունը։ Շնորհակալություն, դե այս կոնֆետն Լիդուշի։ Որպեսզի չկորցնենք ձեր մանկությունը, խնդրեմ համեցեք եւ հանձնեք մրցանակները։ Այստեղ այժմ տեղի ունենում Պապարացի ԿՏՄ կայքի ֆոտո մրցանակաբաշխությունը։ Ես նոմինացված էի մանկությունը խորհրդանշող նոմինացիայում եւ ահա մրցանակ եմ։ Ես ուրախ եմ, որ հենց այս մրցանակն է, որովհետև ճիշտ է արդեն սկսում ենք որոշ թարգում եկան, բայց հաստատ գիտեմ, որ բոլորիս հոգում էր մեր մանկությունը միշտ տեղ ունի եւ միշտ կա մեր բոլորի սրտերում մեր մանկությունը, մեր հիշողություններում, իսկ ես փորձել եմ միշտ իմ երգերով բոլորի այսպես հիշեցնեմ իրենց մանկությունը, ինչքան այն քաղցր է եղել, ինչքան գեղեցիկ հուշեր ունենք մանկության հետ կապված։ Լիդուշիկը դեռ փոքր հասակից շատ ճիշտ տարել է իր ստեղծագործական գիծը, այսինքն իր տատիկի օգնությամբ, իհարկե, ճիշտ երգեր են ընտրվել իրեն համար, ճիշտ տեսահոլովակներ են նկարվել, ճիշտ մարդկանց հետ է աշխատել։ Նունե Եսայանը ինձ համար եղել է անհասանելի մի երգչուհի, նրանով նույնպես հիացել եմ դարձյալ բեմից եւ նրա արվեստով եւ ստացվեց այնպես, դարձյալ կարող եմ ասել պատահական չէր երևի, որ Նունեն Եսայան մի օր զանգահարում է մեր տուն, ներկայանում է եւ ասում, որ կցանկանար Լիդուշիկին տեսնել իր բալիկի Հենոյի ծննդյան տոնին։ Մեր ծանոթությունը իհարկե եղավ այն ժամանակ, երբ իմ տղան փոքր էր դեռ եւ շատ սիրում էր Լիդուշիկի երգերը, ցանկացավ, որ հանդիպում լինի Լիդուշիկի հետ եւ ես խնդրեցի տատիկին Գոհարին, որպեսզի կայանա այդ հանդիպումը։ Նրանք մեծ սիրով համաձայնեցին եւ մենք
հանդիպեցինք, շփվեցինք, հարազատացանք, հետո արդեն եղավ մեր համագործակցությունը, տարիներ հետո երևի։ Մանե Հակոբյանի եւ Ավետ Բարսեղյանի համագործակցությամբ դարձյալ մի երգ ունեինք, մամա երգը, որ ուզում էինք տեսահոլովակի տեսքով ներկայացնել հանրությանը։ Համարձակվեցի, ինքս առաջարկեցի վաստակավոր արտիստուհուն եւ իհարկե հասկանում էի, որ հնարավոր էր նաեւ մերժում, որովհետեւ դա արդեն այլ բան է, դա պարզապես հարաբերություններ չեն եւ խնդրեցի, եթե հնարավոր է, եթե դուր կգա երգը եւ ինչ որտեղ հնարավոր լինի Լիդուշիկի հետ երգել։ Իհարկե ճիշտ է զարմանքս մեծ չէր, որովհետեւ գործ ունեի մեծ մարդու հետ, համաձայնեց եւ սիրով կատարեց այդ գեղեցիկ երգը։ Գոհարը ինձ առաջարկեց, որ ես եւ Լիդուշիկը ունենանք երգ միասին։ Մայր աղջիկ շատ գեղեցիկ երգ ստացվեց եւ տեսահոլովակը նույնպես շատ հաճելի, գեղեցիկ, գունեղ, բարի տեսահոլովակ է։ Ես հետևում եմ Լիդուշիկի երգերին, տեսահոլովակներին, նրանց աշխատանքին եւ շատ ուրախ եմ, որ նրա կողքին կա տատիկը Գոհարը եւ գիտեք շատ դժվար է, երբ փոքր տարիքից դու դառնում ես հանրությանը հայտնի, շատ հեշտ է այդ ամեն ինչը փչացնել կամ շփանալ, բայց այս դեպքը այն դեպքն է, որ նրա կողքին կան շատ հարազատ նվիրված մարդիկ, որոնք հսկում են եւ ինքն էլ Լիդուշիկն էլ շատ խելացի արդեն աղջիկ է, ժամանակ բալիկ է, հիմա աղջիկ է եւ կարողանում է շատ ճիշտ հետեւել եւ իր խոսքին, եւ իր շարժուձևին, եւ երգեցողությանը։ Մի խոսքով ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում։ Ես ուզում եմ, որ Լիդուշիկը ինչպես որ անցավ իր այս մանկական ուղին, այնպես էլ շարունակվի եւ իր հասուն արդեն ստեղծագործական ճանապարհը շարունակի հենց նույն ձևով։ Ինձ համար շատ հաճելի է նման մարդկանց հետ շփվել, սովորել նրանցից եւ սովորեցնել իմ բալիկին, թե ինչպես պետք է պահի իրեն իսկական արտիստը եւ բեմից դուրս եւ կյանքում եւ առօրյայում։ Նունեի հետ մեր շփումը, մեր մտերմությունը շարունակում ենք առ այսօր։ Իհարկե մշտապես շատ հաճախ հյուրընկալվում ենք նրանց հյուրընկալ օջախում։ Շնորհակալ եմ նրան, որ Լիդուշիկի այս ճանապարհին հանդիպեցինք նաև Նունեին Եսայան եւ շատ սիրում եմ նաև Նունեի ընտանիքի բոլոր անդամներին, իհարկե այն փոքրիկ հրաշքներին, Հենոյին եւ Բեցին։